Չէ, քանի որ դա ձեր մեծամասնության որտեղ գրած գիծն է, միշտ էլ վերջին խոսքը քանի որ համ խոսափողով, համ կանոնակարգով ձերն է եղել, դուք միշտ անդրադարձել եք ընդդիմադիրների խոսքին, որպես կանոն, հիմնականում ձևախեղելով այդ խոսքը կամ փորձելով վերագրել բաներ, որոնք որ չկան։ Բայց ես չեմ կաշկանդում դրանով, ես իմ խոսքն եմ ասում։ Երրորդ տարին է, որ մենք գլխավոր դատախազի զեկույցն ենք լսում։ Տիկին Վարդապետյանի այս տարվա զեկույցը տարբերվում է նախորդ տարիների զեկույցից իր ծավալով եւ որոշակի հարցերի վերաբերյալ առավել մանրամասը ներկայացումներով։ Եվ դա այո դրական կողմ է։ Բայց փորձենք հասկանալ արդյոք այնուամենայնիվ այն մտահոգությունները, որոնք որ Տիկին Վարդապետյանի ընտրության ժամանակ ներկայացված էր եւ այս տարիների ընթացքում անդադ բարձրաձայնվել էր, արդյոք այդ մտահոգությունները եւ կասկածները փարատվել են թե ոչ։ Եվ արդյոք այնուամենայնիվ ձեռնարկվել են գործողությունները, որոնք որ հանրության մոտ, ինչպես պարոն Նազարյանն էլ շեշտեց, արդարության նկատմամբ զգացողությունը ավելացել է թե ոչ։ Իմ գնահատական հետևյալն է, որ ցավոք սրտի այդ կասկածները չեն փարատվել եւ այդ մտահոգությունները շարունակում են մնալ, ավելին արդարության զգացումը հանրության լայն շրջանում իմ գնահատմամբ շարունակում է ոչ միայն տեղում դոփել, այլ նաեւ ավելի է խորանում իշխող քաղաքական ուժի պատկերացրած արդարության պատկերացումներում։ Այսինքն արդարությունը իշխող ուժի մոտ ձևակերպված փորձ արվում ներկայացնել իբրև թե հանրության պատկերացումը արդարության մասին։ Ես տվեցի մոտ 14 հարց Տիկին Վարդապետյանի հետ քննարկման ընթացքում ըստ էության պայմանավորվեցինք, որ այս ընթացքում շուրջ 8-9 հարցի վերաբերյալ հնարավոր տեղեկատվությունը կտրվի, որպեսզի մենք կարողանանք մինչև լիագումար նիստը որոշակի ավելի հստակ պատկերացումներ ունենալ, որպեսզի կարողանանք նաև եզրահանգումները ճիշտ կազմակերպել, բայց այնուամենայնիվ այս պահի դրությամբ տեսեք մի քանի հարցերի մասով, Առաջինը թե զեկույցի մեջ, թե խոսքում եւ թե նաեւ երբ մենք խոսում ենք իրավապահ մարմինների գործունեության մասին, ցավոք սրտի չենք կարող վկայակոչել դեպք կամ դեպքեր, երբ որ ակնհայտ նույն իրողության պայմաններում նույն արարքը կամ էականորեն նույն արարքը համարժեք գնահատականի արժանում։ Եթե անձը հակաիշխանական հայացքներ ունի, միանգամից այս ուղղությամբ գործողությունները ձեռնարկվում են։ Եվ թվում է, որ ինչ եղել, որ իրավապահ մարմինը դատախազությունը իր լիազորություններն է իրականացրել, ինչից եք դժգոհում։ Շատ լավ, բայց նույն արարքները, նույն գործողությունը, նույն արագությունը, նույն վերաբերմունքը մենք չենք տեսնում իշխանական հայացքներ ունեցողների գործողություններում։ Ամենավառ օրինակները դրանք նույն ատելության խոսքի, բռնություն գործադրելու, սպառնալիքների տեսքով հրապարակումներն են, արարքներն են, կարող եք մատնանշել 10 նման դեպք, երբ որ իշխանության ներկայացուցիչների կողմից կամ իշխանական հայացքները կիսողների կողմից, քարոզողների կողմից կատարվել են այս դեպքերը եւ այդ ուղղությամբ ձեռնարկվել են գործողություններ։ Չեք կարող։ Նույնիսկ ամենատարածված դրվագներում, երբ որ արցախացիության դրսևորումները մասսայական են դարձել, եւ երբ որ ասում ենք, լսեք, հաղորդում ենք ընդ որում տվել հանցագործությունների մասին, ոչ մի հաղորդում ընթաց չի գնացել։ Բոլորը կամ չեն նախաձեռնվել քրեական վարույթ կամ վարույթի ընթացքում կարճվել են։ Այդ ոնց է լինում, հենց որ Նիկոլ Փաշինյանի կամ իշխանության նկատմամբ մի հատ հայտարարություն է լինում նույն հիմքով, միանգամից գնում է գործողությունը։ Միանգամից, չգիտեմ, իրավապահ մարմինները հենց արագ քայլեր են ձեռնարկում։ Սկսած փողոցում կանգնած քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելուց
երբ որ երկար ժամանակ կանգնած մարդը ուզում է հասնել չգիտեմ հուղարկավորության կամ եւ այլնի եւ երբ որ սահմանափակում են նրա շարժը, սկսած այդ դրվագից ավարտված ամենատարբեր ուղղություններով։ Սա կարող է արդյոք հանրության մոտ օբյեկտիվության ընկալում բերի, իհարկե ոչ, չի կարող։ Եվ այստեղից է նաև առաջանում այն թերահավատությունը, որ ինչպես է ստացվում, որ գլխավոր դատախազը, որը սահմանադրությամբ լիազորություններով օժտված անկախ ինստիտուտ պետք է լինի, հանկարծ վերածվում է իշխանության շահերի պաշտպանի։ Տվյալ պահին իշխանությունը ներկայացնող ուժերի շահերի պաշտպանի։ Մեկ այլ դրվագում ակնհայտ է դառնում, որ օրինակ նույն ընտրակաշարքի մասով, ընտրակաշարքը լինելով զազելի արարք եւ ենթակա լինելով այո քրեական պատասխանատվության, որևէ դրվագում մենք չտեսանք, որ իշխանության ներկայացուցիչներից մարդ ներգրավվեց այդ գործերում։ Իշխանությունը չի արել ընտրակաշարքի փորձ, բայց այդ եթե չի արել, այդ նույն բարեկարգում ասֆալտապատումը ո՞նց եղավ երկու դրվագում։ Նույն կամ զուգահեռ փողոցներ, հա։ Մեկը ասֆալտապատում է ընդդիմադիր հայացքներ ունեցողները, սա ընտրակաշարք է։ Հենց որ իրականացնում է ասֆալտապատումն ու խճապատումը իշխանության ներկայացուցիչը, սա բարեգործություն է։ Հա, դա կամ դա պետությունն է, կամ համայնքն է անում, heç կապ չունեն իրար հետ։ Այս եւ նման բազմաթիվ դրվագները ցույց են տալիս, որ մենք շարունակում ենք մնալ պետական ինստիտուտների այն ընկալման մեջ, որ եթե ինստիտուտը կա, ուրեմն դա պիտի ծառայի իշխող ուժին։ Ցավոք այդ մտահոգությունները դեռևս փարատված չեն, ու այդ չփարատված մտահոգությունները ել ավելի է խորացնում հասարակության մեջ արդարության նկատմամբ այս անջրպետը ու խորացնելու է այնքան ժամանակ, քանի դեռ մենք բոլորս առաջին հերթին անշուշտ իշխանությունը, որը վարք է թելադրում, վարկագիծ է թելադրում, ինքը եւ այո նաեւ ընդդիմությունը, եթե չեն կարողացել այս արտարության զգացողությունը հավուր պատշաճի տեղ հասցնել։ Ինչ է նշանակում քաղաքական առաջնորդությունները ստանձնած իշխանության պատասխանատուները կարող են ամբիոններից ամենավերջին վիրավորանքները, ամենավերջին ուրացումները հնչեցնել ու որևէ հետևանք չունենալ։ Մենք ունենք քրեական օրենսգրքում սահմանադրական հիմունքների պաշտպանության հսկայական բաժին, որտեղ ամեն ելույթների ժամանակ դուք տեսնեք, թե ինչպիսի հարձակում է կատարում այդ պաշտպանվող արժեքների վրա։ Ցեղասպանության ուրացումից սկսած ավարտված Հայաստանի անկախության, տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության նկատմամբ։ Երբևէ մենք լսել ենք այս ընթացքում, որ նախաձեռնվել է քրեական վարույթ, լավ նախաձեռնվել է, չասեմ, որ արդեն գնացել է նախաքննություն, բերվել է եւ այլն։ Դուք տեսնում եք Տիկին Վարդապետյան, այս ազգային ժողովի ամբիոնից եւ ոչ ամբիոնից, կառավարության նիստերում հնչող գնահատականներ, այսինքն անընդհատ, որը իդեպ շատ հստակ է, ուղղված է հենց Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը, սահմանների անձեռնմխելիությանը պաշտպանվող համակարգերի։ Ուղղված է եւ այդ առումով, որ քրեական օրենսդրությունը նախատեսել է պատժիչ միջոցներ, ոչ մի քայլ չի ձեռնարկվում, բայց հակառակը հենց մի հատ այլընտրանքային կարծիք հնչում է ոչ իշխանական տեսակետի կրողների կողմից, միանգամից հայտարարություններ է գնում, կոչ ենք անում ձեռնպա մնալ ինչերից, սպառնալիքներից, ատելության խոսք տարածելուց եւ այլն։ Եթե դա չի զսպվում, չի կարող այս կողմից զսպվել։ Եթե գեներացնողը այդ վարկագիծը չի զսպվում, չի կարող այդ վարկագծին արձագանքողը հանկարծ հայտնվի իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում, թիրախում։ Չափազանց կարևոր է, որ այս տարի մենք ունեցանք նաև քննչական կոմիտեի, հակակոռուպցիոն կոմիտեի զեկույցները, ինչը մենք այն ժամանակ ենք դրական գնահատել այս նախաձեռնությունը, որ կարեցիք, եւ շատ կարևոր է, որ հիմա սկսվում է, բայց հետագայում պետք է ընդլայնվի,
բայց պետք է ընդլայնվի այնպես, որ մենք կարողանանք այս բլոկի ամբողջական գործողությունները գնահատենք։ Այս պահին իմ գնահատական հետևյալն է, որ թե քննչական կոմիտեն, թե հատուկ հակակոռուպցիոն կոմիտեն, որպես նախաքննության քրեական վարույթների հիմնական պատասխանատու նախաձեռնողներ եւ իրականացնողներ դեռևս հեռու են իրենց համանդրական կարգավիճակին համապատասխան լիազորություններ իրականացնելուց։ Սրա խնդրը նաեւ մենք ունենք օրենսդրական մակարդակում, որտեղ ով ինչ ուզում է ասել, չի կարող գործադիր իշխանությունից անկախ գործել նախաքննական մարմինը, որի ղեկավարը նշանակվում է գործադիր իշխանության կողմից, որի ներկայացուցիչները կառավարության նիստերում անընդհատ մասնակցում են, անկախ նրանից հարցը վերաբերում է իրենց, չի վերաբերում իրենց, եւ որտեղ ըստ էության հանձնաժողովները, որոնք որ իրականացնեն այդ մասնագիտական պատշաճ հսկողությունը, գերազանցապես գտնվում են գործադիր իշխանության կառավարման ներքո։ Նույնը վերաբերում է նաեւ գլխավոր դատախազությանը։ Ես իսկապես շատ եմ ուզում, որպեսզի իմ այս մտահոգությունները, իմ այս կասկածները փարատվեն։ Դրա համար եմ ակնկալում անշուշտ այս հարցերի պատասխանները, որ լիարժեք հնչեն։ Եվ նախավերջին ասեմ, ուժային կառույցների կողմից իրականացվող ապօրինի գործողությունների մասով, այդ թվում նաև բերետների կողմից այդ դաժան վերաբերմունքը, խոշտանգումների փաստերը, որոնք որ պատշաճ ոչ մենակ քննության չեն ենթարկում, նույնիսկ պատշաճ ուշադրության չեն դարձում այդ մասերով։ Ու տպավորություն է, որ հաճախ այս անձինք խրախուսում են նույնիսկ այդ վերաբերմունքի համար։ Հակառակ դեպքում չէր կարող, ասենք, մարդը, որը որ հայտնի է հանրության մեջ իր ջարդարար վարքագծով, մի հատ էլ ձեռքերը սենց բանը անում, ինչ են կոչում դա, նախավարժանք է անում մարդկանց վրա հարձակվելուց առաջ, այդ մարդը չէր կարող պաշտոնավարել։ Ես հատուկ անում չեմ տալիս, որ չասեք թիրախավորում եք կոնկրետ անձի, բայց կարանք վերցնենք բերետների մեջ հերթով, շարքով, որոնց վերաբերյալ լիքը տեսագրություններ կա, սկսած ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ ակնհայտ այլանդակ վարքագծից ավարտված քաղաքացիների նկատմամբ նմանատիպ վարքագիծ դուր։ Այդ մարդիկ, երբ որ պատասխանատվության չեն կանչում, չեն ենթարկվում, նույնիսկ ծառայողական քննությունների շրջանակում այդ մարդիկ չեն ենթարկվում կարգապահական պատասխանատվության։ Դուք ուզում եք, որ մենք հավատանք, որ իրավապահ մարմինները այդ ուղղությամբ արդար մոտեցում են կիրառում։ Ես դրա համար եմ ասում, արդար մոտեցումը սահմանափակվում է իշխող ուժի կողմից իր պատկերացած արդարության համատեքստում։ Եթե դա իշխող ուժին կողմ է, ուրեմն արդար է։ Եթե իշխող ուժին դեմ է, վայ անարդար է եւ գնում է ըստ բան։ Եվ վերջինը ապօրինի գույքի մասով անշուշտ այստեղ շատ բան կա, անելիք դեռ կա, պարոն Վարդանյան, մենք պայմանավորվել ենք, ես սպասում ենք համանդրական դատարանի որոշմանը։ Տիկին Վարդապետյան, մենք այստեղ իսկապես շատ կա աշխատանք անելու։ Դուք ասում եք, չկա այտենց մի մեծ բան, բայց իրականում այս 101 էջանոց որոշումը, որ կարդում ես, հսկայական բաներ կան, որոնք որ պահանջում են օրենսդրության վերանայումներ։ Եվ սրա ձգձգելը կարող է շատ ավելի վատ հետևանքներ ունենա նույն իրավունքի գերակայության սկզբունքը լիարժեք ապահովելու, պահելու, առաջ տանելու ուղղությամբ։ Ու մի այդ որոշումները չեն կարող հենց այնպես ուղղակի հայտարարություններ լինել կամ նախադեպային պարզապես փոքր բաներ լինել։ Սրանք բոլորը կարիք ունեն հիմնարար արտացոլելու մեր օրենսդրության մեջ, որպեսզի հետագայում մենք խնդիրներ չունենանք։ Ես վերահաստատում եմ մեր մոտեցումը կրկին եւ քանի որ անդադ մանիպուլացվել է մեր այդ դիմումը համանդրական դատարանին, երբ որ մենք դիմել էինք բոլորը քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներն ասում, «Վայ, դուք դեմ եք ապօրինի գույքի բռնագանձմանը, տեսեք նորից գլխով եք անում»։ Դուք մեծամասնությունը ստում էր։ Եվ շարունակում է այդ ստում եք մի ասեք, չէ, որովհետեւ համ ասում եք գլխով եք անում, համ ասում եք ստում եք։ Ասեմ, որովհետեւ մեր նպատակը ի վերջո օրենքի գերակայ
Ստում եք դուք։ Հիմա Հիմա եթե շարունակում եք պնդել, որ մենք դեմ ենք ապօրինի գույքի բռնագանձմանը, ուրեմն Տիկին Թովմաս, նորակայից որովհետև այդ օրենքում պարունակվող բազմաթիվ նորմեր, ինչպես որ նաև Սահմանադրական դատարանը իր որոշման մեջ գրեց, իրավունքի գերակայության հիմնարար սկզբունքին հակասում է։ Ոնց թե չեք կարդացել դուք այդ որոշումը, բա որ կարդացել եք այն մեկնաբանությունների մեջ, որ ինքը տվել է։ Ես գիտեմ, որ դուք դե անդրադառնաք, մենակ ինձ մի վերագրեք բաներ, որ ես չեմ ասել, ես գլխից զգուշացնեմ ձեզ։ Չէ, բայց բայց իմ խոսքը շատ հստակ է մասով։ Ապօրինի գույքը պետք է բռնագանձվի, այն պետք է բռնագանձվի իրավունքի գերակայության սկզբունքը հաշվի առնելով, պահելով եւ հանրային գերակա շահը նկատի ունենալով, ոչ թե իշխանության շահը, ոչ թե ընդդիմության շահը, այլ հանրային շահը, գերակա շահը, պետության, պետականության գերակա շահը պիտի պահպանվի։ Խնդրում եմ մի մանիպուլացրեք, պետությունը դուք չեք։ Պետությունը իշխանությունը չէ, իշխանությունը գալիս է, գնում է, իշխանություն ես նկատում եմ այդ պահի դրությամբ կառավարող ուժին, էլի, որտեղ իշխանությունը ժողովուրդն է, ի վերջո եւ մշտական է, բայց միշտ իմ եզրափակիչ խոսքը հետեւյալն է, միշտ Պարոն Ազարյան, դուք եք պարոն Մեսյանը ավարտի։ Միշտ հիշեք, որ յուրաքանչյուր գործողություն ժամանակի ցանկացած պահին ենթակա է վերանայման եւ եթե դա չի համապատասխանում հիմնարար սկզբունքներին, իրավունքի գերակայության սկզբունքին, այն ենթակա է վերացման կամ վերափոխման։ Չստեղծենք այդ իրավիճակը, որ հետո հերոսաբար չպայքարենք այդ նույն անարդարությունների դեմ։ Իսկ այսօր շատ ակնհայտ է դառնում, որ իշխող մեծամասնությունը չի նայում այլևս քաղաքական իր փոքր շահի հետևից գնալով, չի նայում ոչ իրավունքի գերակայություն, ոչ տված խոստումներ, ոչ հանրային պատասխանատվությունը, միայն ձին հեծած գնում է դեպի այն իշխանական բարձունքը։ Մի օր էլ չի լինի